իսկապես Աստծո մեջ ուրախություն կա։ Չգիտեմ դու ինչով ես անցնում, ես ինչով եմ անցնում, բայց Աստծո մեջ ուրախություն կա։ Որտեւ ուրախությունը դրսից չի գալի, ուրախությունը ներսից է։ Աստված մի հատ մեծ գանձ է դրել ամեն մեկի սրտի մեջ, որ մեր ներսից լինի դա։ Եվ եթե դրսից լիներ, գողը կգողանար։ Ոնց որ մեր փողերն է դրսից, մեր ունեցվածքն է դրսից, մեր հարստությունն է դրսից, մեր ուրախությունն է դրսից, ինչը որ դրսից է, ինքը գողացվում է։ Բայց Աստված դրեց մեր ներսը եւ ջուրը, կյանքի ջուրը եւ ուրախությունը եւ փրկությունը եւ ամեն ինչը որ չկարողանա սատանեն գողանա։ Ինքը չի գողացվում։ Դրա համար ուրախացիան ուրախությունը որ քո ներսում է։ Ցնցային ուրախությունը որը Տերը դրել է քո ներս, փրկությունը որ դրել է քո ներսը։ Դրա համար փառք Հիսուսին էս ամեն ինչի համար, ամեն։ Տերը սորտնի այսօր ուզում եմ միտեղ կարդալ, միտեղից սկսել այսօրվա խոսքը, Սաղմոսի 128-րդ խոսքը, 1-ից 6-րդը, մինչև վերջ այդ ամբողջ Սաղմոսը։ Սեց ասում, ասում է երանի այն ամենին, որ Տերից վախենում են եւ նրա ճանապարհներում գնում։ Ձեռքիդ աշխատանքը իհարկե կուտես։ Երանի քեզ եւ բանդ լավ է քեզ համար։ Կինդ պտղաբեր որդի պես է, քո տան ներսերումը։ Որդիկը տնկված ծիթենների պես քո սեղանի 4 կողմով է։ Ահա հենց այնպես է օրտվում այն մարդը, որ վախենում է Տերիցը։ Տերը կորտնե քեզ Սիոնիցը եւ Երուսաղեմի բարությունը կտեսնես քո կյանքի բոլոր օրերումը եւ քո որդկանց որդիկը կտեսնես խաղաղություն լինի Իսրայելի վրա։ Այսօրվա իմ խոսքի թեման սենց եմ վերնագրել երանի քեզ։ Որտեղ հասկանում ենք մի բան, որ Տերը իր խոսքի միջով ասում է երանելի քեզ, երբ որ դու Տերիցը վախենում ես։ Գիտեք, դա շատ կարևոր բան է, մենք որ երբ Տիրոջից վախենում ենք։ Դա սարսափը չի։ Մենք պետք է տարբերենք սարսափն ու վախի իրանից։ Վախը նրանումն է, որ քո համար դա մի հատ թանկ բան է, որ վախենում ես կորցնես։ Իսկ սարսափը դու սարսափի մեջ ես, որ հանգարց քեզի վատ բան չանի։ Շատերը ասում սարսափի վախով են վախենում։ Ասում են, վայ, հանգարց սենց բան չանեք, որ Աստված չպատժի, սենց բան չանեք, որ Աստվածը մեզի չվնասի, չէ, Աստված չի պատժում, Աստված չի վնասում, Աստված չի փորձում։ Այլ ինչ ամ Աստված տալիս է մեր սրտի մեջ ուրախություն ու փրկությունը։ Բայց ինչ անենք, որ այդ Աստծուն չկորցնենք մեր կյանքի մեջ։ Վախը սրամ, ասում է, երանի նրան, որ վախենում է Աստծուց, ինչի, որ չկորցնես Աստծուն։ Որտեվ եթե դու վախենում ես Աստծուն չկորցնելուց, Աստված ունի այդ օրհնությունները ինձ ու քեզ տալու։ Բայց եթե չես վախենում Աստծուն կորցնելուց, օրես մի օր կգնաս, որ դու կորցրել ես։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տիրոջ խոսքը ասում է երանելի քեզ։ Գիտեք, շատ անգամ ինչ ենք երանելի տալի։ Երբ որ դու քո չափի մեջ ես, ասենք դու գիտես ամենալավ մեքենան որն է ու հանգարց ընկերդ ունի այդ լավ մեքենան, չէ, ասում ես այ երանի քեզ։ Եթե մեկը ունի, ասենք լավ տուն, ու դու քո ճաշակի համեմատ բարձր որակի տունը, ասում ես այ երանի քեզ։ Կամ ունի մեկը մի հատ լավ երեխա, որը որ լավ բարձր պաշտոնի է մասնաբանանում աշխատում, ու քո ձգտումն է, որ քո երեխան էլ ունենա այդպես բարձր աշխատանք ու լավ երեխա ունենաս, ասում ես երանի քեզ։ Եվ Աստված ասում է երանի քեզ, որովհետև դա Աստծո չափն է իմ ու քո կյանքի մեջ։ Նրանից բարձր Աստված երանելի չի տալի, ասում է երանի քեզ, որ դու վախենում ես Աստծուց։ Այսինքն մենք կարանք վախենանք Աստծուց ու Աստված ասի երանի քեզ, որ դու Աստծուց վախենում ես, որ չկորցնես Աստծուն քո կյանքի մեջ, որ Աստծուն բարձր պահես քո կյանքի մեջ։ Գիտեք, փրկության մեջ չկա Աստծո վախությունը։ Փրկության մեջ ամեն մեկս հավատում ենք Հիսուս Քրիստոսին ու Տերը փրկում է մեզ, բայց փրկությունը կորցնելու համար մեզ պետք է լինենք աստվածավախ, որ չկորցնենք փրկությունը։ Մենք բոլորս եկել ենք փրկություն, երբ որ ստացել ենք, մենք ոչ մեկս աստվածավախ չենք եղել ինչ-որ չափերի մեջ, ինչ-որ պրոբլեմներ ենք ունեցել եւ առողջականի մեջ, եւ ֆինանսի մեջ, եւ ինչ-որ կարիք ենք ունեցել,
Ու եկել ենք Հիսուսին հանդիպել ենք, ճիշտ է, որոշ մասն է ունեցել, որ Աստվածավախ եղել, բայց հիմնականում ինչ որ կարիքների դրդապատճառն է եղել, որ մենք եկել ենք Աստծուն։ Ու մենք ունեցել ենք փրկությունը Հիսուս Քրիստոսի խաչով։ Բայց այսօր շատ կարևոր է, որ այդ փրկությունը պահենք Տիրոջ վախի միջոցով։ Տեր, ես չեմ ուզում կորցնեմ այն, ինչը որ դու տվել ես։ Չեմ ուզում կորցնեմ այն, ինչը որ դու կաս իմ կյանքի մեջ, որ դու առաջնորդում ես, սովորեցնում ես, աճեցնում ես մեզ։ Տեսեք, ստե հետաքրիր է Եսայի մարգարեության մեջ 11-րդ գլխում 2-ից 3-րդ խոսքը Հիսուսի մասին է ասում Եսայի մարգարեն։ Ասում է եւ նրա վրա կհանչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին, եւ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է, եւ նա իր աչքի տեսածի պես չի դատիլ, եւ ոչ էլ իր ականջի լսածի պես կհանդիմանե։ Հասկան Քրիստոսի համար ասում է, եւ նրա ախորժանքը կլինի Տիրոջ վախը։ Այսօր շատ կարևոր է, որ մեր ախորժանքը լինի Տիրոջ վախը։ Գիտեք, ինչի մասին ենք շատ անգամ սկսում ախորժանքը, մանավանդ նոր տարվա այս պահն, որ սաղը սեղանից ենք դուրս ելել, սեղանի վրա երբ որ ինչ-որ մի հատ բան ռեկլամ են անում, չգիտես ինչի ախորժակը բացվում է։ Ասենք ինչ-որ թազա ձևով տոլմայա, կամ ասենք քյաբաբա, կամ ինչ-որ բանա, որ ասում են գիտես ինչ ձևի է սարքած, ինչ ձև, չես էլ ուզում ուտես, տեղ էլ չունես ուտելու, բայց ասում ես լավ, մի փոքր հələ ուտեմ։ Ասկան ախորժանքը բացվում է, ինչի համար, որ դու ուտես։ Եվ Աստծո խոսքը Եսայի մարգարեն ասում է Հիսուսի մասին, որ նրա ախորժանքը Տիրոջ վախն է։ Երբ որ Տիրոջ վախը լինում է մեր ախորժանքը, մենք սկսում ենք մեզի պահելը, մենք սկսում ենք մեզի զսպելը, մենք սկսում ենք Աստծո վախությունով ապրելը, չկորցնելու Աստծուն մեր կյանքից։ Գիտեք, ինչքան հեշտ է այս աշխարհի մեջ կորցնել ինչքան հեշտ է։ Ինչի վրա ուշադրություն չես դարձնում, ինքը կորելի է։ Ընտանիքի վրա ուշադրություն չես դարձում, կորցնելու ես։ Ֆինանսի վրա ուշադրություն չես դարձում, կորցնում ես։ Այսինքն ինչի վրա որ ուշադրություն չես դարձում, կորցնելու ես։ Հարազատ մարդը եթե դառնա քո համար անուշադիր, իրան կորցնելու ես։ Նույնը, եթե ուշադրություն չես դարձնել Աստծո վրա, կորցնելու ես։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ մենք իմանանք, մեր ախորժանքը լինի Տիրոջ վախը։ Տեր օգնի ինձ, որ քո վախը դեպի ինձ շատ լինի, շատացնեմ այդ վախը, որ չկորցնեմ։ Ոչ թե սարսափի մասին, այլ ամեն մի քայլերի վրա, գիտեք, եւ ինչ է շարունակությունը ասում ստե մարգարության միջոցով։ Ասում է, եւ նա իր աչքի տեսածի պես չի դատիլ, եւ ոչ էլ իր ականջի լսածի պես կհանդիմանի։ Ինչքան ենք մեր աչքի տեսածով մարդկանց վրա խոսում։ Դա գիտեք ինչ է նշանակում, որ Աստծո վախը չկա քո վրա։ Եթե Աստծո վախը լիներ, մեր տեսածի պես մենք չենք խոսա եղբոր կամ քրոջ վրա։ Եթե Աստծո վախը լիներ, մեր ականջի լսածով չենք խոսա մարդու մասին։ Ինչի, որովհետև Աստծո վախը կանգնացնում է քեզ այդ մարդու մասին խոսալուց։ Եվ չէ սրանով մենք հասկանում ենք Աստծո վախ կա մեր կյանքում, դե չէ։ Երբ որ մենք սա անում ենք, նշանակում է, որ Աստծո վախ ունենք մենք։ Տեսեք շարունակությունը Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ 5-րդ խոսքը ինչ է ասում։ Սա այլակերպության սարն էր, երբ որ Տերը խոսած, Հիսուսը խոսած Մովսեսի ու Եղիայի հետ։ Եվ նա տակավին խոսելիս ահա մի լուսավոր ամփ Հովանի եղավ նրանց վրա, եւ ահա մի ձայն եղավ այն ամպիցը եւ ասեց. դա իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, դրան լսեցեք։ Այսինքն Հայր Աստվածը հաճեց, որ Հիսուսին ասի երանի սրան, որտև ինքը ունի Աստծո վախը։ Ասում են լսեցեք իրան, որովհետև ինքը իմ հաճելին է։ Այն մարդը, որ ունի իր կյանքում Աստծո վախ, Աստծո համար դու հաճելի ես։ Փրկության մասին չեմ ասում, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հարցենական կյանք ունենա։ Դա նորմալ է, բայց հաճելին լինելը դա ուրիշ է։ Հաճելիի մեջ Տերը վստահում է քեզ, հաճելիի մեջ Տերը բացվում է իրան, հաճելիի մեջ Տերը վստահում է իր ամբողջություն։
Շատ կարևոր է, որ ոչ թե միայն մնանք Աստծո սիրո մեջ, այլ Աստծո հաճելիությունը ունենանք մեր կյանքի մեջ։ Աստված սիրում է մարդուն, բայց Աստված բոլորին չի, որ հավանում է։ Բոլորի կյանքը չի, որ հավանում է Աստված, բայց սիրում է։ Մեղավորին սիրում է, բայց չի հավանում նրա կյանքը։ Բայց երբ որ մարդը Աստծո վախով է սկսում ապրելը, Աստված հավանում է նրան ու ասում է դու իմ հաճելին ես։ Երանի քեզ, ես կգամ, կբնակվեմ քո հետ։ Այսօր շատ կարևոր է, քանի որ այսօր տարին սկսում է նորը, մենք պետք է հասկանանք ինչքան կարևոր է ամեն մի քրիստոնյայի կյանքում լինի Աստծո վախը իր կյանքում։ Ամեն։ Ես կուզենամ մի փոքր առաջ անցնեմ։ Տեսեք Սաղմոսում 15-րդ գլուխ 1-ից 5-րդ խոսքը Դավիթը ինչ ասում. Տեր, ով կկենա քո խորանումը, եւ ով կբնակվի քո սուրբ սարումը, ուղի գնացողը եւ արդարություն գործողը եւ իր սրտում ճշմարտություն խոսողը, նա որ իր լեզվով չի բամբասում եւ իր ընկերին չարը չի անում եւ իր դրածի վրա նախատին չի գցում, որ նրա աչքերի առաջին անարգված չէ, անարգված է չարագործը, բայց Տերից վախեցողներին պատիվ է տալիս, որ ընկերին երթում է անում եւ չի փոխում, որ իր արծաթը բարձով չի տալիս եւ անմեղի դեմ կաշառ չի առնում, ով որ այս անե չի շարժվի տեղից ահավիտյան։ Հետաքրքիր է Սաղմոսի մեջ Դավիթ ասում է ով կբնակվի քո սուրբ սարումը։ Այսինքն ինչ է խոսում, ասում է երանի նրան, որ Տիրոջից վախենում է եւ Աստծո ճանապարհներ մեջ գնում է, չէ՞։ Եվ այսօր խոսալի եմ այսօր Տիրոջ վախի մասին։ Նույնը ճանապարհների մասին ասում է, ով կկանգնի Տիրոջ սարում, սուրբ սարում ով կկանգնի։ Այն մարդը, ով վախենում է Աստծուց։ Եթե մարդը վախենում է Աստծուց, ինքը լիշնի չի խոսա։ Ականջը չի կախի մերկությունը իմանալու համար։ Գիտեք, այսօր Սատանան այսօր ուզում է մերկացնի այսօր ամեն մեկին, ամեն մի քրիստոնյային մերկացնի։ Մերկացնի իր բնավորությունը, իր հասկացողությունը, իր մեկ էլ տեմես ինչ-որ մի հետաքրքիր քույրի կամ եղբայր, ականջը կախում է, որ լսի այդ մերկությունը կամ տենա այդ մերկությունը։ Հա, ունես ապացույց, կարաս ինձ ուղարկես։ Փակի, ինչի համար, որ Աստծուն հաճելի լինես։ Ծածկի միտես, ասում է, եթե տենում ես քո քույրը մերկ, աշկերտ փակի, որ չտենաս իր մերկություն։ Ինչի համար, որ Աստծուն հաճելի լինես։ Քամը երբ որ մտավ հոր վրանի մեջ, Նոյի վրանի մեջ, ինքը աշկերը այսպես կլորցրել էր, որ մի հատ լավ տենար հորը։ Ու հետո երբ որ լավ տեսավ, ինչ տեսավ, իրականություն։ Սուտ չխոսեց քամը, իրականություն տեսավ, ու այդ իրականությունը փոխանցեց վրանից դուրս մարդկանց, իր եղբայրներին։ Ու երբ որ Նոյը զարթնեց, ինչ արեց, անիծեց քամին, ասեց, անիծված լինես դու։ Ինչի։ Հարբածը Նոյը մեր հերը մեր, բայց անես կերավ քամը, ինչի համար։ Որտեւ իր աշկերը կլորցրեց մերկությունը նայելու։ Գիտեք այն մարդիկ, որոնք որ եկեղեցու մեջ չեն հաստատվում, պատճառը որն է, որ չեն հաստատվում, եկեղեցուց դուրս առանձին տեղ բամբասում են։ Եվ Աստված չի հաստատում իրանց գնացքը եկեղեցու մեջ։ Հավատացեք, այն մարդու հետ, որ կային մեզ ասում ես, գիտես, այս քարոզողը լավ չէր, այս փառաբանողը լավ չէր, այս եկեղեցին լավ չէ, իմացի, մի քանի րոպե ձեր մասին խոսած այդ մարդը չի գա եկեղեցի։ Ինչի, որովհետև Աստված ասում է, ամբարիշները Տիրոջ սուրբ սարում չեն կարող հաստատվեն, Տերը չի թողի իրանց։ Իսկ ինչ անեմ եկեղեցու մեջ հաստատվեմ, Աստծուց վախենամ։ Աստծուց վախենամ, որովհետև վախը ինձի կոտ է պնդում է, վախը ինձի հեռացնում է մեղքից։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Եվ եթե ուզում եմ իմաստուն լինեմ, ես պետք է Տիրոջից վախենամ, ասեմ, Տեր, օգնի ինձի։ Օգնի ինձի վախենամ։ Աստվածավախությունը շատացրու, հիմա խոժակը թող լինի աստվածավախությունը, ինչի, որ հեռանամ ամեն մի հիմարությունից, հիմար գործերից, որ ես իմաստուն լինեմ։ Այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր օգնի մեզ։ Օգնի մեզ աստվածավախություն գա մեր կյանք։ Հավատացեք, շատ քրիստոնյաներ կան, շատ Աստծուն հավատացողներ կան, շատ։
ինտերնետով նայում ես, սա հավատացյալ են, ամենտեղ հավատացյալ են, բայց արդյոք Աստված բոլոր հավատացողներին հավանում է։ Գիտեք ինչ խոսած։ Լսի, արդյոք այդ խոսացողին հավանում Աստված։ Դու խոսա մի բան, որ Աստված հավանի քեզ։ Որ միլիոնների մեջ ասի, սա է իմ սիրելի զավակը, սրան մտիկ տվեք։ Սրան հավանում եմ, ես սրան լսեցեք։ Սա միայն Քրիստոսի մասին չվկայես, սա վկայես նաև ինձ ու քո մասին։ Այն մարդիկ, որոնք որ շրջապատում են քեզ ուզում են քեզանց իմանան, Տերը դրա մեջ քեզ աճացնում է։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչքան կարևոր աստվածավախություն մեր կյանքի մեջ։ Տեսեք Սաղմոսի 51-րդում 9-12 խոսքը ինչ ասում Դավիթը։ Երեսը թաքցրու իմ մեղքերից է եւ իմ բոլոր անօրենությունները ջնջիր։ Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում ով Աստված եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։ Դեն մի գցիր ինձանից քո երեսը եւ քո Սուրբ հոգին մի վերառնիր ինձանից։ Դարձյալ տուր ինձ քո փրկության ուրախությունը եւ կամավոր հոգով հաստատիր ինձ։ Հետաքրքիր է, որ Դավիթ ուներ Սուրբ հոգին, ինքը գիտեր, ինքը ճաշակել էր, բայց երբ որ Նաթանը եկավ իր մեղքի համար ասեց, որ դու սենց մեղք ես գործել, շնության մեղք ես գործել, սպանության մեղք ես գործել, ու ինքը էլ չարդարացրեց իրան, ինքը եկավ Աստծո մոտ ասեց. Տեր, քո Սուրբ հոգին մի վերառնիր ինձանից։ Իմ մեղքերը դեն գցիր ինձանից։ Ինքը վախեցավ, որ Աստծուն կորցնի իր կյանքի մեջ։ Գիտեք, ես չեմ ասում, որ մենք չենք սխալվում, բայց երբ որ սխալվում ենք, ու այդ սխալվելու ժամանակ մենք Աստծուց վախենում ենք, մենք դեմ ենք շպրտում ամեն ինչ սխալ մեր կյանքի մեջ, մենք ապաշխարում ենք, մեր ապաշխարությունը ճշմարիտ է լինում։ Բայց երբ որ մենք Աստծուց չենք վախենում, մենք ասում ենք, հա, մարդ չտեսավ։ Եթե Դավիթը Աստծուց չվախենար, Նաթանին կասեր, Նաթան, լսի, այս մասին եթե մեկը իմացավ, իմացի դու մեռած ես։ Չէ՞։ Ես քեզ կասեմ մարդու չասես։ Փոխանակ եթե ապաշխարի, ասում ես քեզ կասեմ մարդու չասես։ Դրանով մենք հասկանում ենք մեր աստվածավախությունը իշքան է։ Մենք պետք է մարդուն չասենք, մենք պետք է Աստծուն ասենք Տեր, եթե ինչ-որ մեկի մերկություն տեսել ենք, ասել ենք Տեր, հագցրու իրան քո արդարությունով, թող ինքը մերկ չգտնվի։ Ոչ թե գնանք ասենք, լսի, դու տեսել ես էսի ով է, բա տեսել ես էնի, բա էնի։ Այսօր շատ է ձև հետաքրքիր մարդիկ կան, իրանք չունեն Աստծո վախը։ Դա համար իրանք չեն կարող հաստատվեն եկեղեցու մեջ, իրանք չեն կարող ծառայեն եկեղեցու մեջ, որտեղ ասում են ում ծառայենք, այդ ձև մարդկանց, բայց Տերը հավանում է այդ ձև մարդուն։ Տերը հավանել էր Նոյին, Տերը հավանել էր այքան, որ դու ունեցար փրկությունը, ում միջոցով ունեցար փրկությունը, չէ որ Նոյի միջոցով։ Նոյի արդարությունին հավանել էր Աստված։ Ու այսօր դու եկել ես Նոյին բամբասում ես, որ մերկ էր, կարայր ծածկեիր։ Այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք մեր արդարությունը ուր դեից է, ու մենք ինչ ենք անելու այսօր։ Այսօր մեզ պետք է ծածկել, մերկությունը ծածկել, Աստծո վախը գալիս է, որ եղբոր կամ քրոջիդ մասին սխալ բան ես իմանում, աղոթում ես։ Եթե դու ինքը մենակ ես ու ինքը ինչ-որ սխալ բան անում, գնա ու ասма, եթե եղբայրդ մի սխալ բան անում, գնա ու հանդիմանի իրան, երբ որ դու մենակ ես։ Եվ եթե լսի, շահեցի իրան, եւ եթե չլսի, վկա բեր հետդ, բայց ինչ-որ գործողություն ալա, ոչ թե մերկությունը տարածի։ Եվ սա է, որ Աստծո վախը ինչումն է անում։ Տեսեք ինչ ասում է Տիրոջ խոսքը նոր որ սկսեցի Սաղմոսի 128-ում։ Երանի քեզ։ Ինչի համար երան քեզ։ Որովհետև երբ որ դու վախենում ես Աստծուց, ու Աստծո ճանապարհների մեջ հաստատում ես, Տիրոջ համար դու երանելի մարդ ես։ Տիրոջ համար, Աստծո համար երանելի մարդ ես։ Չի եղել մի բան տեսել ես ինչ-որ մեկի կյանքում ասում ես, այ երանի քեզ։ Այ ինչ ես երանի տվել։ Քո դուրը եկել ես, հավանել ես։ Չգիտեմ, տոլի հավանել ես իր խոսակցությունը, տորի հավանել ես իր երկածը, կամ ինչ-որ լավ ձևով երկել է, դու ես ուզում երկես չի ստասում, ասում ես, այ երանի քեզ էդ ինչ ձեն ունես։ Երանի քեզ էդ ինչ որդի ունես, երանի քեզ էդ ինչ հնարավորություն ունես, էդ ինչ տաղանդ ունես, էդ ինչ-որ մի բանը պետք է տենաս բարձր ուրովենով, ու ասես երանի քեզ։ Աստված Սաղմոսում տեսնում է այդ ուրովենը, այդ բարձր որակը մեր ներսում, ասում է երանի քեզ, ով Աստծուց վախեցող մարդ։
Աստծո ամենաբարձր ուռովեններից մեկը, բարձր աստիճանից մեկը աստվածավախությունն է, որ ասում է երանի քեզ ով մարդ։ Չի նայում քո գործերին, չի նայում քո սխալությանը, ինքը նայում է քո վախին, որտեղ քո վախը կսրբացնի քեզի։ Այսօր մեզ պետք է հասկանանք Աստծո վախը ինչքան կարևոր է իմ ու քո այն քրիստոնյան, որ չունեցավ Աստծո վախ, ինքը չունի փրկություն։ Ինքը կկորցնի իր փրկությունը։ Դրա համար մեզ պետք է այսօր զինվենք Աստծո վախով, ասենք Տեր օգնի մեզ, եթե ինչ-որ մի բանի մեջ անելով խոսալու մեջ նրա մեջ չեմ վախենում, հա հանակ արեցի։ Եթե հանակի պատճառով ես դու ասում ինչ-որ մի բաներ, ուրեմն պրոբլեմ ունես, օրես մի օր կկորցնես քո փրկությունը։ Բայց եթե դու իսկապես Աստծուց վախենում ես, հավատացի ինչ-որ մի խոսակցությունից հետո կասես, վայ Տեր ջան, կներես ինձ։ Ես սխալ արի։ Ու այդ ապաշխարությունը չի թող որ կրկնես նույն սխալը։ Տեսեք, այդ երանելության մեջ Աստված ինչ օրհնություններ է տալի։ Տեսեք, երանի քեզ որ Տիրոջ ճանապարհներումն ես գնում։ Որտեղ ով Աստծո վախենում է, Աստծո ճանապարհներ Աստծո դաստիարակության մեջ ինքը մտնում է, Աստծո սրբության վայրը գնում է ինքը։ Ու ես ուզում եմ պարզապես ասեմ այս օրհնությունները, եթե մենք Աստծուց վախենում ենք ու Աստծո ճանապարհների մեջ հաստատում ենք, տեսեք ինչ օրհնություն ասում Տերը։ Բանդ լավ է լինելու, այսինքն ինչ որ անես հաջողվելու ես։ Առաջինը, երբ որ մենք Աստծուց վախենում ենք, Աստծո ճանապարհների մեջ հաստատվում ենք, ինչ անես քո մոտ ստացվելու է։ Որտեղ Տիրոջը Տերը հավանել է քեզ ու Տերը օրհնելու է քեզ։ Ինչ որ անես, երանի քեզ քո բանը լավ է լինելու։ Կարաս քո կողքին տասես երանի քեզ քո բանը լավ է լինելու։ Ինչ որ ձեռքդ մեկնես հաջողվելու ես։ Ինչ որ անես Աստված օրհնելու է քեզի։ Ինչի, որովհետև Աստծուց վախենում ես։ Եվ հաջորդը տեսեք ինչ ասում, կինդ պտղաբեր որդի պես է քո տան ներսերումը։ Ով ամուսիներ, ով ուզում իր կինը պտղաբեր լինի։ Աստծուց վախեցի։ Կնոջի չի Աստծուց։ Աստծուց վախեցի կինդ պտղաբեր կլինի։ Տերն է ասում, ես չեմ ասում։ 100% գարանտիա է սա։ Երբ որ Տերը ասում է 100% է։ Ինչի համար, որովհետև հասկանում ենք մի բան, որ Տերը սա իր սրտի հետ։ Ոչ թե գնա կնոջ հետ հարցել լուծի։ Գնա կնոջդ հետ վիշվի, այլ գնա քո սենյակը, ասա Տեր ջան, չվիշվելու համար ես վախեցա քո ներկայություն կորցնեմ, եկա որ տենամ դու տեղում ես դե չէ։ Ու միջև սենյակիցը դուրս կգաս, կտենաս կինդ կոֆի ա դրել ու սպասում է քեզ։ Փարտիրոջը, այո, Տերը օրհնի ամեն մեկիս։ Մենք պետք է ճիշտ հիմքերը տենանք, որն է մեր ճիշտ հիմքերը, Աստծուց վախենալը։ Շատ անգամ մենք ուզում ենք մեր արդարությունը, մենք ուզում ենք մեր ձևը, մեր ճիշտը, մենք տղամարդ ենք, մենք ես ենք, մենք ենք, չէ՞, բայց շատ անգամ այդ հարցերը լուծելուց հետո զգում ենք, որ Տիրոջ ներկայությունը չկա մեր աղոթների մեջ, մեր կարդալու մեջ։ Տերը չի հավանում պարզապես, ասում ես լսի, դու ախր ինչ հարցերի շուրջ ես եկել, դու քահանա ես, գնա քո քահանայական սրբության սրբոցը մտի։ Տեսեք առակացի մեջ ինչ հետաքրքիր է ասում կնոջ համար։ Եվ երբ որ մենք վախենում ենք Աստծուն, Աստված սենց բնավորություն է կերտում մեր կանանց, բայց սա մենակ կանանց ու տղամարդու մասին չի, սա կանանց մասին էլ է։ Եթե կին Աստծուց վախենում է, հաստատ ինքը կոֆե կդնի, բայց եթե կին Աստծուց չի վախենում, կոֆե չէ, ոչ մի բան էլ չի դնի։ Այսինքն կինն էլ պետք է Աստծուց վախենա, որ կոֆե դնի, չէ՞։ Այսինքն եթե տղամարդը Աստծուց վախենում է, կնոջը չի վիշվում, գնում է աղոթելու, Աստծուն փնտրելու։ Եվ եթե կինն Աստծուց վախենում, գնում է կոֆե դնելու։ Չի ասում, տեսա որ ես ճիշտ էի, չշարունակեցիր դու։ Չէ, ինքն էլ է վախենում Աստծուն կորցնելու։ Դա համար գնում ասում է, ես էլ կային կոֆե դնեմ, հարաբերությունը շտկեմ, ոչինչ։ Եղել է։ Մշակ Աստծո վախը պետք է լինի եւ եղբորը եւ քրոջը։ Տեսեք առակացի մեջ ինչ է ասում։
10-ից մինչև 31-րդ խոսքը։ Առաքինի կինը ով կարող է գտնել նրա գինը ավելի է քան թե գոհարները, նրա վրա վստահ է իր մարդի սիրտը։ Էսա երբ որ կինն էլ Աստծուց վախենում է, մարդու սիրտը վստահում է կնոջից։ Դրա համար շատ կարևոր է որ մենք բոլորս էլ ունենանք Աստծո վախը։ Նա նրան բարիք կհատուցանը եւ ոչ թե չարիք։ Իր կյանքի բոլոր օրերում նա կորոնե բուրդ եւ քթան եւ կգործե իր ձեռքի հոժարությամբ։ Կինը որ Աստծուց վախենում է, ինչ որ անում հոժարությունով է անում, սիրով է անում, անկեղծ է անում, չի նայում որ էսի շատ արեցենի, քիչ արեցենի, իր ներսը դնում է իր ընտանիքի համար։ Որտեւ Աստծո վախ կա։ Երբ որ տղամարդը ունի Աստծո վախը, ինքը իրան զսպում է, իրան չի թվում որ չար իրան օգտագործի, իր իշխանությունը չի թվում որ չար կերպով օգտագործի։ Ինքը ամեն ժամանակ մտնում է սենյակ, ասում է, արդյոք կարող է կորցնեմ ես իմ տիրոջը։ Տեր ես ամեն ինչը թողեցի որ հանգարց քեզ չկորցնեմ։ Եվ նույնը կինը, երբ որ ունեմ Աստծո վախը, ինքը այդ ամենը ներդնում է իր ընտանիքին։ Եվ շարունակությունը նա վաճառականին նավերին կնմանվի, հերվիս կգա նրա հացը, նա դեռ գիշերն է վեր կենում, եւ իր տան կերակուրը տալիս է, եւ իր աղախիններին բաժինը, արտի վրա է մտածում, եւ նրա ծախու առնում, իր ձեռքի արդյունքիցը այգի է տնկում, իր մեջ կպնդասնում է զորությունով եւ զորացնում է իր բազուկները, նա ճաշակում է, որ իր աշխատանքը լավ է, նրա ճրակը գիշերը չի հանգչում, նա իր ձեռքը մեկնում է իլիկին եւ իր ափովը ճախարակը բռնում, նա իր ձեռքը տարածում է դեպի աղքատը եւ ձեռքը մեկնում է տնանքին, նա չի վախենում ձյունիցը իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած, նա ծածկոցներ է շինում, իր համար նրա հանդերձները բեհեզ եւ ծիրանի են, նրա մարդը հայտնի է դռներումը, շատ անգամ ես կարդացի ասեցի մարդը հայտնի է դռներում, բայց ում միջոցով է հայտնի դառնում, կնոջ այս արարքի միջոցով։ Որտեւ երբ որ կինը այս բնավորությունն է ձևավորում, մարդը բանի հասնատին հյուսիսից էլի միշտ բանի են քիթը բարձր վերևը, միշտ գլուխը բարձր է, մուրադի քիթը միշտ բարձր էր պահում։ Ինչի համար, որովհետեւ կինը դաժե կովել էր կթում։ Այսինքն, երբ որ կինը այդ որակը ունի, մարդը անվանի է, մարդը անունով ալնում, մարդու անունը սկսում է տարբեր տեղեր հնչել, ինչի համար, որտեվ կինը ճիշտ ընթացք ունի։ Բայց չէ որ կինը ճիշտ ընթացքի մեջ էլ ամուսինն էլ ճիշտ ընթացք պետք է ունենա։ Եվ երբ որ ընտանիքով մենք աստվածավախության մեջ ենք ապրում, մեր ամեն ինչը օրհնում է Տերը։ Մի փոքր էլ ուզում եմ առաջ գնամ, որ սրա վրա մենակ չեմ ուզում կանգնել։ Այնտեղ հետո երեխեք էլ կան հլա։ Նա իր բերանը բանում է իմաստությունով եւ նրա լեզվի վրա շնորհալի օրենք կա։ Նա մտիկ է անում իր տան ընթացքին եւ ծույլ չի ուտում հացը։ Նրա որդիքը կանգնում են եւ նրա երանի տալիս։ Նրա մարդը կանգնում է եւ գովասանում նրա շատ աղջիկներ են առաքինություն գործել, բայց դու նրանց ամենիցն էլ գերազանց եղար։ Տվեք նրան իր ձեռքի արդյունքիցը եւ նրա գործերը գովեն նրա դռներումը։ Ահա ինչքան կարեւոր է որ մենք Աստծուց վախենանք։ Եվ եղբայրը եւ քույրը, երբ որ Աստծուց վախենում են, իրանց տեղն են մտնում, իրանց դիրքում են լինում։ Այսօր կարևոր է մեր Աստծո վախությունը։ Շատ անգամ ընտանիքներում, քրիստոնեական ընտանիքներում չկա այս կյանքը։ Չկա, որովհետև իրանք քրիստոնյա են, իրանք Աստծո որդի են, իրանք ինչ անեն, խելոք մնա թե չեմ միակ աղոթեմ, հարցը կլուծեմ աղոթքի միջոցով։ Արդեն կինը վախենում է մարդուց կամ մարդն է վախենում կնոջից, այդ ինչ աղոթ պետք է ան, կախարդություն է, ինչ է։ Ու շատ քրիստոնյաներ կախարդություն են անում եւ ոչ թե աղոթում են։ Տեր մի հատ հասկացրա, մի հատ հələ ջարդը տուր հələ, մի հատ թող հələ հասկանա ում հետ գործ ունի։ Էսի աստվածավախությունը չի։ Աստվածավախությունը, երբ որ բերում ես Տիրոջը, ասում ես Տեր, շնորհակալ եմ ես մարդու համար, ու ես ուզում եմ, որ դու չկորես իմ կյանքից։
Ասում է քո Սուրբ Հոգին մի վերառնիր ինձանից, ինչի որովհետև դրանով եմ ես ապրում։ Դրանով եմ ուրախանում, դրանով եմ ես ցնծում։ Որդիների պահը տեսեք ինչ ասում է, եւ որդիները ցիթեն ու պես տնկված կլինեն քո սեղանի շուրջ կողմը։ Քո որդիները ցիթեն ու պես տնկված կլինի քո սեղանի շուրջ կողմը, երբ որ դու կնստես հաց ուտել, քո որդիները հետդ կնստեն։ Ծածուկ չեն ուտի իրանք։ Հետաքրիր է, բանի պատմությունը հիշում ենք, անառակ որդու պատմությունը, մեծ որդին, ասում է մի ուլել չտվեցիր, որ գնային բարեկամներ հետ ուրախանայի, լսի, բա հորը սեղանի շուրջը դու չես նստում։ Այս ասում է, որ քո որդիները քո սեղանի շուրջը կնստեն։ Այսինքն ինչի երբ որ երեխեքը տենում են ծնողների աստվածավախությունը, իրանք ճշմարտության տեղը հաստատվում են։ Բայց երբ որ ծնողներ չեն տենում աստվածավախությունը, իրանց որդիները չեն հաստատվում։ Ահա շատ անգամ ինչ են ասում, վայ աղոթեք, լսի, պետք է որ քո որդին տենա քո աստվածավախությունը։ Որ ոչ մեկի մասին չես բան ասում, ոչ մեկի մասին չես բան անում, ինչը որովհետև աստվածավախությունը դա իմաստության սկիզբն է։ Հիշում եք Դավիթին, Դավիթ թագավորին, իր աստվածավախությունը ունչումն էր, որ ասում է քո հոգին մի վերառնիր ինձանից։ Սողոմոնը տեսավ իր հոր աստվածավախությունը, գիտեր, որ իր հայրն ինչ աստվածավախ էր, ու Տերը Սողոմոնին տվեց իմաստություն։ Սողոմոնի իմաստությունը Դավիթի աստվածավախությունից եղավ։ Եթե Դավիթ աստվածավախ չլներ, Աստված չէր օրհնելու Սողոմոնին իմաստուն լինելու համար։ Այսինքն Դավիթի աստվածավախությունը օրհներ Սողոմոնին, որ Սողոմոնը իմաստուն լինի։ Լավ, ասենք Սողոմոնը իմաստուն էր, բայց արդյոք Սողոմոնը աստվածավախ էր։ Չէ։ Ու Ռոբովամը Սողոմոնի տղեն, որ տեսավ Սողոմոնի աստվածաոչ վախությունը, Ռոբովամի կյանքում քանդվեց ամեն բան։ Ռոբովամը ոչ աստվածավախ եղավ, ոչ էլ իմաստուն եղավ։ Ինչի, որտեղ իր ծնողը իմաստուն չէր, աստվածավախ չէր։ Այսինքն իմաստունից չի ծնվում իմաստունը, աստվածավախությունից է ծնվում իմաստունությունը։ Ու ասում է, եթե դու աստվածավախ լինես, քո որդիք քո սեղանի շուրջ կողմը կլինեն, ինչի, իրանք իմաստությամբ կվարվեն այդ պահը։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, մեր երեխեքի իմաստությունը կապված է մեր աստվածավախությունից։ Երբ որ ինչ-որ մեկի թեմայով կխոսանք, ասենք, լսեք, եկեք սուս մնանք։ Տերը թող օրհնի իրան, ողորմի իրան, եկեք աղոթենք իր համար, չենք շարունակում այդ մարդու մերկություն բազում, երեխեքը տենում են։ Մանկուց իրանք ապրում են քո հետ, տենում են քո աստվածավախությունը, ու մեկ էլ տենում ես, մեկ իմաստուն է դառնում, մեկը ոչ իմաստուն, ու մենք սկսում ենք ասել, այ էսի լավ չէր, լսի աստվածավախությունը պետք է մեր կյանքի մեջ։ Մեր երեխեքի համար, մեր ընտանիքների համար, որովհետև աստվածավախության մեջ օրհնություն կա։ Ամեն։ Տեսեք, Արակացի 10-րդ գլուխ առաջի խոսք, ասում է Սողոմոնի արակները, ասում է իմաստուն որդին կուրախացնե իր հորը եւ հիմար որդին իր մորը տրտմություն է։ Հետաքրիր է, ինչի ասում իմաստուն որդին կուրախացնե իր հորը եւ հիմար որդին կտրտմացնե իր մորը։ Ինչի համար, որովհետեւ երբ որ ծնող աստվածավախ է, իր որդին իմաստուն է դառնում։ Այսինքն մեր աստվածավախությունով մեր սիրտը կարող ուրախանա մեր երեխեքի շարժու ձևով։ Ու մեր ոչ աստվածավախությունով մենք կարող տրտմենք մեր երեխեքի ոչ ճիշտ արարքներով։ Որտեւ իրանք ինչ տենում են, նույնը շարունակում են։ Եվ Աստված սրանում ասում է, երանի քեզ, որ դու աստվածավախ ես ու դու հաստատված ես քո ճանապարհներում։ Շատ անգամ ասում են, ծնողները ասում են, օ, կդաստիարակեմ, բմբուլներ քամուն կտամ, ջարդը կտամ, հələ թող հələ մեկ էլ մեծանումը տեմա, որ այդքան հեշտ չի։ Արդեն ծնողի բմբուլը շուտ է քամուն տրվում, չէ՞ երեխու բմբուլը։ Ինչի համար, որովհետև բմբուլը քամուն տալու մեջ չի, այլ մեր կյանքը Աստծո մեջ ապրելու, ճիշտ դրսևորելու մեջ է։ Որովհետև ինքը ինչ որ տեսամ մեզանից, մեզից կսովորի նույնը։ Ու շարունակությունը ինչ է ասում, ասում է, Տերը կօրհնի քո օրերը եւ բարիքներն ու Երուսաղեմի օրհները։ Ինչ այն բարիքներով, որ Երուսաղեմին օրհնեց։ Տերը կօրհնի քո օրերը։
Քո տարիները կորտնի, քո ժամանակները կորտնի։ Ասում է քո որդիներին դու կտեսնես։ Ինչի համար, որտեղ Աստծուց վախենում ենք։ Վտանգներից մենք չենք վախենում, որտեղ հասկանում ենք մի բան, որ վտանգը չի, որ իմ հարցը պետք է լուծի, այլ Տիրոջ կամքն է իմ հարցը լուծումը։ Եվ երբ որ ես Աստծուց վախենում եմ, հասկանում եմ մի բան, որ ոչ մի հիվանդությունից չեմ վախենում։ Որտեղ ես Աստծուց եմ վախենում, որտեղ Տերն այն պահապանը, Տերը ասել է, եթե դու ինձանից վախենաս, քո տարիները կերկարացնեմ։ Այսօր մարդուն ինչ է պետք, երկար տարի։ Այսօր մարդուն ինչ է պետք, լավ կողակից, լավ երեխեք, երկար տարի, ունեցված, այդից ավել էլ ինչ է պետք մարդուն։ Դες ես չեմ գտնում, պետք է դες ավել բան։ Եթե քո կողակիցդ լավն է, երեխեքդ լավն են, ունեցվածքդ լավն է, ինչ որ անում ես հաջողվում է, էլ ինչ է պետք քեզ։ Բայց այս ամեն ինչի բանալին Աստված տվեց, եթե դու լինես աստվածավախ ու ճշմարտության մեջ հաստատվես, Տերը կօրհնի քեզ այս բոլոր ճանապարհների մեջ։ Հիմի տարին նոր սկսում է, մեզի պետք չի, որ գլուխներս կորցրած գիշեր ու ցերեկ մեզ տանջենք, մեզ պետք է աստվածավախ լինենք։ Ասենք Տեր, պահի մեզ։ Տեր, ուզում եմ, որ հանդիպեմ քեզ, իմ աղոթների մեջ, իմ ամեն տեղը, իմ կարդալու մեջ, իմ գործի մեջը, ես հանդիպում ունենամ քեզ, ես չեմ ուզում կորցնեմ քեզ։ Սա իմ ու քո փափագը պետք է լինի։ Նորմալ է, դե, ասեց ու գնացինք, լավ է, գնացիր, բայց չէ որ կորցնելու ես։ Եթե ունես, դա ապահովություն չի, դա ուրախություն է, բայց ապահովություն չի, ապահովություն աստվածավախությունն է։ Եթե մենք Աստծուց վախենում ենք, մենք չենք կորցնի այս ամեն ինչը, ես որ խոսացի։ Բայց եթե մենք Աստծուց չենք վախենում, հերթով կկորցնենք։ Ժամանակ առ ժամանակ, ժամանակ առ ժամանակ։ Հետո կհասկանաս, որ նստել ես մի հատ անապատ տեղ, որ սա կողքը չոր է, ոչ մի բան չես, մենակության մեջ ես, ընտանիքդ հետը չի, էսի հետը չի, այնի հետը չի։ Ինչի համար, որտեղ աստվածավախությունը կորցրեցիր քո կյանքի մեջ։ Այսօր Աստված սովորացնում ասում է երանի քեզ, որ աստվածավախ ես ու ճշմարտության մեջ հաստատված, ու Տերը օրհնելու է քեզ։ Ամեն։ Տերը օրհնի ամեն մեկից, մեկ էլ վերջի խոսքն էլ կարդամ ու վերջացնեմ։ Օրհնելու է քեզ երկար կյանքի մեջ, ամեն։ Սրանք Տիրոջ երանելության վարձքերն են։ Տերը վարձք ունի, սա երկնքի մասին չի։ Երկնքի մասին Տերը տվել է հարցենական կյանք։ Ասում է հարուրապատիկը եւ այս աշխարհում կառնեք եւ հարցենական կյանքը կժառանգեք։ Ինչ որ էսի խոսվում է այս աշխարհի մասին էր, հələ չեմ խոսում հարցենական կյանքի մասին։ Բայց մարդ, եթե Աստվածավախ չի, ինքը կկորցնի նաեւ երկինքը։ Կկորցնի երկինքը։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Տեր օգնի մեզ իսկապես մեր աստվածավախությունը լինի։ Գիտեք, չէ, երբ որ երեխան փոքր այլնում ու ծնողից վախում է, ինչ է կատարվում։ Դա մի քիչ սարսափիկ է վախը, դա այն վախը չի, որ ես բերում եմ Աստծո վախի հետ։ Դա սարսափ, որ ծնողը չպատժի, ծնողը բան չանի, բայց աստվածավախությունը դա իր ներկայությունը չհեռացնի մեզանից։ Եվ եթե մենք ուզում ենք այս ձևի ընտանիք, այս ձևի կյանք, այս ձևի ընթացք, այս ձևի երկար տարիներ մեր կյանքի մեջ, մենք պետք է լինենք աստվածավախ։ Ամեն։ Տերը օրհնի, կանգնենք ոտքի աղոթելու։ Այս տարին, երբ որ նոր սկսում էր, Աստված սրտից դրեց, որ աստվածավախության մասին խոսա, որովհետև տարին չի բերում օրհնությունը մեր կյանքի մեջ։ Ասում են, այ 26 թիվը գիտեք ինչ լավ օրհնված տարի է։ 26 թիվը ո՞նց կարա բերի օրհնություն։ 26 թիվը հազիվ ինքը իրան քաշ է տալի։ Այլ Տերն է օրհնելու։ Եթե ուզում եք Տերը օրհնված լինի 26 թիվը, մենք պետք է լինենք աստվածավախ, որ Տերը օրհնի 26 թիվը։ Որ երբ որ կանգնենք 26 թվի վերջում, որ մտնելու են 27 թիվը, ասենք Տեր, շնորհակալ ենք, որ դու օրհնեցիր 26 թիվը։ Ու Տերն էլ կասի, ես էլ ուրախ եմ, որ դու վստահեցիր ինձ։ Վստահիր քո կյանքը, վստահիր աստվածավախությունը, վստահիր քո ֆինանսները, վստահիր քո առողջությունը, վստահեցիր ամեն բան։ Ու ինչ որ մենք վստահում ենք, ասում Տերը օրհնում է։ Ամեն։ Ես հավատում եմ դրան։ Չկա մի բան, որ Տիրոջ ձեռքերի մեջ լինի ու կորի, քո կյանքի մեջ, իմ կյանքի մեջ։ Ինչը որ Տիրոջ ձեռքերի մեջ է, ինքը օրհնվելի է։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք մի բան, Տեր օգնի մեզ։ Թող մեր կյանքում մեր աստվածավախությունը չկորի մեր կյանքից։ Թող սխալը
մեր համար արդեն ջուր խմելու նման չլինի, ոնց որ ամբարիշներ ասում են, մեղավորներ համար որ ասում ամբարիշներ ասում են, ոնց որ ջուրը են խմում, այդ մեղքն են գործում իրանց կյանքի մեջ։ Թող մեր կյանքի մեջ սխալը սխալ մնա, ոչ թե ինչ-որ մի հատ հաճելի մի հատ զբաղմունք։ Որ հասկանանք, եթե սխալ գործեցինք, մեզ պետք է ապաշխարենք, մեզ պետք է վախենանք Աստծուց, մեզ պետք է ոտի կանգնենք ու ասենք, Տեր, ուր ես։ Երբ որ Դավիթ այդ մեղքը գործեց, Նաթանը եկավ, երբ որ ասեց լսի ելը, դու ես այդ մարդը, որ դու ասում ես պետք է այդ մարդը սպանվի։ Ու ինչ արեց, գնաց մի անգամ ծասոերեսը, վազեց ծասոերեսը, դե չի խոսում, որ ինչ որ Դավիթը սկսեց արդարացնել իրան, էլ չի խոսում, որ Նաթանին բացատրեց այդ ամեն ինչը, որ ինչքան հաճույք էր, ինչքան սիրելի էր, ինչքան գեղեցիկ էր, ինչքան էս չխոսած ոչ մի բան մասին։ Այլ վազեց Տիրոջ ներկայության մեջ մտնելու ասեց. Տեր մի վերարնիր քո ներկայությունը ինձանից։ Արդյոք երբ որ մենք սխալվում ենք մի բան տենց վազում ենք մեր սենյակներով ասում ենք Տեր քո ներկայությունը ստեյադե չէ, մի հեռացու ինձանից։ Սա աստվածավախությունն է։ Ասում եմ, եթե սենց աստվածավախ լինես, քո տարիները կորտնվեն, քո օրերը կորտնվեն, քո ընտանիքը կորտնվի, քո ձեռքիդ գործը կորտնվի, քո ֆինանսները կորտնվեն, քո առողջությունը կորտնվի, քո կինն ու քո ամուսինը կորտնվեն, երեխեքդ կորտնվեն, նտեց ավելի ինչ ուզում մարդ։ Բայց չէ որ մենք ամբողջ օրը գիշեր դեցերեք վազում ենք այս ամեն ինչի օրհնությունը ստանալու համար։ Բայց Տերը ասում է, լսի, եթե դու ինձանց վախենաս, որ չկորցնես քո կյանքի մեջ, ես օրհնելու եմ։ Ամեն բան օրհնելու եմ։ Ամեն։ Եկեք մի աղոտ բերենք, մեր սիրտը, մեր ներկայությունը, մեր ամեն ինչը բերենք Տիրոջ առաջ, անկեղծանանք ու գիտեմ, որ 100% տեղ չեն կարող անկեղծանանք, բայց երբ որ տուն գնանք 100% անկեղծանանք։ Ասենք Տեր, ես կարիքդ ունեմ, ես ուզում եմ, որ դու օրհնես։ Որտեւ իմ աշխատանքը չի օրհնում, ասում եմ չարչարվել չի, որ հարստացնում է մարդուն, այլ Տիրոջ օրհնություններն են հարստացնում։ Եվ Տերը օրհնում է ում։ Երանի քեզ, որ Տերը օրհնում է, ամեն։